Ժամը 12:00-ի դրությամբ ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։ Բանաձևի կիրառման արդյունքում ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Այսպիսով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն եւ ընտրում վարչապետ։ Միաժամանակ այն ապահովում է ազգային ժողովի падգամավորների ընդհանուր թվի 3/5-ի մեծամասնությունը, ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ եւ ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց, սակայն այն չի ապահովում падգամավորների ընդհանուր թվի 2/3 աջակցությունը, հետեւաբար չունի սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը, պակասում է 6 ձայն։